Պարոն Բարսեղյան, Եվրադաշինքը ձեզ է ներկայացրել որպես քաղաքապետի թեկնածու, ես կարդացի ձեր բուկլետը, խնդիրները Գյումրիի բաժանում է Գյումրու երկու խմբի, որոնք են ըստ ձեզ առաջնային ու ինչ լուծումներ եք առաջադրում։ Երկու տեսանկյունից ենք բաժանել երկու խմբի, մեկը նրանք են, որը քաղաքը իր ուժերով կարող է կարգավորել, երկրորդ խումբը այն է, որ քաղաքը կարիք ունի այլևայլ օժանդակությունների, պետական բյուջե, միջազգային կազմակերպություններ, դոնորներ, հիմնադրամներ, վարկային միջոցներ։ Առաջին խումբը պարունակում է այնպիսի հարցեր, որոնք ճիշտ ասած կարող էին շատ վաղուց լուծված լինել։ Արդեն մի քանի տասնամյակ է, ես ու իմ ընկերները խոսում ենք ամենահասարակ բաներից եւ առաջարկել ենք իշխանություններին, խոսել ենք իրենց հետ նախկին եղած բոլոր իշխանություններին, ասենք թե հասարակական զուգարաններ կառուցել Գյումրի քաղաքում, զբոսաշրջային մայրաքաղաք, մշակութային մայրաքաղաք, այդ հասարակ հարցը լուծելու համար ոչ մի առասպելական ջանք ու միջոց պետք չէր։ Մանկապարտեզները դարձնել անվճար։ Համայնքը կարող է իր միջոցներով դա անել, կարող է նաև պետությունից օժանդակություն ակնկալել կամ պահանջել, որովհետև նախնական կրթությունը Հայաստանում չպիտի լինի խտրական, ամենուր պիտի լինեն անվճար մանկապարտեզներ, այսինքն անմիջականորեն ծնողները չպիտի վճարեն։ Հասարակական տրանսպորտ, ինչու պիտի չաշխատի առավոտյան ժամը 7-ից մինչև ուշ երեկո 23-ը, ժամը 23-ը գոնե։ Սրանք անելու համար քաղաքը իր ուժերով եւ միջոցներով կարող է կարգավորել, առանձնահատուկ այլ օժանդակության կարիք չկա։ Մյուս խումբը գործերի ավելի ծախսատար են, ավելի խոշոր են, առավել ևս որոշ դեպքերում կարիք ունեն պետական մասնակցության, եթե կուզեք օժանդակության, բայց մասնակցության բառը մենք ավելի ենք նախընտրում։ Այնպես որ դրանք տարբեր խմբերի են դասակարգված, բաներ կան, որոնք հրատապ են, սա էլ ուրիշ դասակարգում է, եւ գործեր կան, որոնք կարելի ասել, որ մի 20-30-40 տարի ուզում են, որպեսզի լուծվեն։ Օրինակ Գյումրի քաղաքի բոլոր փողոցների եւ բակերի 30%-ն է առավելագույնը բարեկարգ։ Մնացածը քանդուքարապ է բան, դրսից եկող մարդիկ, լրագրողները, զբոսաշրջիկները քարուքանդ տեղերում քիչ են լինում են գեղեցիկ տեղերում, նորոգված փողոցներ, մայթեր եւ այլն, իսկ այն մնացածը ներողություն նույնպես պիտի կարգավորվի, իսկ դրա համար Գյումրու բյուջեն 10-12 անգամ գերազանցող փողեր են պետք, որոնք որևէ իշխանություն Գյումրիում առաջիկա 10-15 տարում չի կարողանալու ներքին միջոցներից կամ տեղական միջոցներից հայթայթել, այսինքն կարիք ունի պետական իշխանությանը բան բացատրելու, պետբյուջեից փողեր բերելու, միջազգային գործընկերներից, տարբեր պետություններից, գործընկեր քաղաքներից, քույր քաղաքներից, այսպես ասած։ Վարկային միջոցներ տարբեր բանկերից, ինչպիսի փորձ կա, այսինքն այդ պրակտիկան մենք խորացնելու ենք եւ ես համարում եմ, որ դա իրատեսական է հայթայթել միջոցներ երկարաժամկետ ծրագրերի համար։ Պարոն Բարսեղյան, Եվրադաշինքի կազմում Հանրապետություն կուսակցությունն է, Հանրապետություն կուսակցությունը մենք գիտենք, որ Երևանում ԿՊ-ի կոալիցիոն գործընկերն է ու Հանրապետության կուսակցության շնորհիվ նաև Ավինյանը դարձավ քաղաքապետ։ Հիմա եթե այլ սցենար լինի, նմանաբնույթ սցենար լինի Գյումրիում, դուք նորից աջակցելու եք ԿՊ-ին, այսինքն եւ որպես Եվրադաշինքի անդամ, որին անդամը նաև Հանրապետություն կուսակցությունն է։ Ես ուզում եմ պարզաբանել այդ դրվագը, որովհետև ձեր հարցը մանիպուլյացիա չի պարունակում, բայց մանիպուլյատիվ հարցեր հնչել են, էլի։ Երևանում Եվրադաշինքը աջակցեց Ավինյանին, հարցնում ենք հարգելիս, ցույց կտաք Երևանի խմբակցության կազմում Եվրադաշինք, սկսում են տառապել, տանջվել, հիշել, որ այնտեղ չկա այդպիսի բան։ Այստեղ առանձին Հանրապետություն կուսակցությունը հանդես չի գալիս որպես քաղաքական ուժ։ Քաղաքական ուժը, որը մասնակցում է Գյումրու ավականու ընտրություններին, Եվրադաշինքն է, որը ներառում է 3 կուսակցություններ եւ անկախ մարդիկ, թույլ տվեք ասել, իմ խումբը կամ իմ գործընկերների խումբը։ Եվ դաշինքը սահմանելու պահին ամենաշատ քննարկված հարցերից մեկը դա է եղել եւ վեճի առարկա չի եղել,
փողզիջումների, սակարկությունների առարկա չի եղել միանշանակ բոլոր երեք ուժերը եւ մենք անմիջապես որոշել ենք, որ այստեղ ավականու առաջին նիստում որևէ քաղաքական ուժի, այդ թվում են 7-ին էլ եւ քաղաքացիական պայմանագրին էլ մենք չենք կոալիցվում, կոալիցման բանակցություններ չենք վարում։ Մենք չենք առաջարկում պաշտոններ որևէ մեկին մեր օգտին քվեարկելու համար, այլ առաջարկում ենք մեր հայտը կքվեարկեն մեր օգտին կքվեարկեն, չեն քվեարկի, մենք որևէ տառապանքի մեջ չենք հայտնվելու, կլինենք ընդդիմություն։ Սա որոշված է ամենասկզբից եւ հայտարարված է երեք կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման պահին ձեր հարցը տվել են փետրվարի 27-ին այստեղ Արամ Սարգսյանին ներողություն, որը ասել է այն, ինչ ասացի ես հենց հիմա։ Այս հարցը փակված է եւ չի կարող լինել որևէ վերանայում, բացում եւ այլն։ Դրա համար մենք պատճառներ ունենք։ Եթե հետաքրքիր է, կարող եմ ասել պատճառները։ Ես մի տեսակ կամ մի այլ իրավիճակ։ Ասեք, այո։ Չեմ համեմատում, բայց ուտ օրինակ եմ վերում, մենք գիտենք Դոգի կուսակցությունը, որը ընդունեց չեզոք դիրք, բայց որը իր դիրքով նաեւ նպաստեց, որ Իվան Ավինյանը ոնց որ դառնա իշխանության գա։ Այսինքն ձեր գործողություն, ձեր ասացից տպավորությունն է, թե դուք այդպիսի դիրք կարող եք ընդունել եւ չեզոքությամբ նաև նպաստեք, որ եթե ԿՊ-ն ուզենա, ձայնն ունենա իշխանություն։ Հասկացա, նախ թույլ տվեք հիշել, որ ձեր նշած կուսակցությունը ոչ թե ընտրեց չեզոք դիրք, այլ նրանից, եթե չեմ սխալվում, 2 հոգի դուրս գնացին ու այնպես արեցին, որ քվորում ապահովեն։ Եթե ես ճիշտ եմ, քվորման շնորհիվ Ավինյանը դա։ Եթե ես ճիշտ եմ հիշում, 2 հոգի խմբակցությունից ելան եւ որպես ավականու անկախ անդամներ մասնակցեցին նիստին։ Եթե ես ճիշտ եմ հիշում, կարող է սխալվում եմ, ահա այդպես քվորում ապահովվեց։ Քաղաքագիտական տեսանկյունից Երևանում գործադիր իշխանությունը փոքրամասնության իշխանություն է, թեպետ միավորված են 2 կուսակցություններ համայնքապետ ընտրելու հարցում, այո 32 հոգի են 65-ից։ Այսինքն մնացած 33-ը 3 խմբակցությունները եւ անկախ անդամները, եթե միավորվեն ինչ որ խնդրի շուրջ եւ համաձայնության կալ նիստերին չգնալ, 3 ամիս նիստ չգումարելուց հետո Երևանի ավականին լուծարվելու է եւ նոր ընտրություններ են լինելու արտահերթ։ Այս իմաստով սա անկայուն իշխանություն է։ Սա իմիջայլոց։ Այստեղ հնարավոր լինելիքի մասով, տեխնիկական իմաստով մեր պատասխանը նույնն է, ինչ ասացի քիչ առաջ։ Մենք առաջարկում ենք քաղաքապետ ընտրել հնարավոր առաջին նիստում ինձ, ովքեր կմիանան։ Մենք որևէ մեկ ուրիշի օգտին չենք քվեարկելու, նիստին մասնակցելու ենք եւ ողջամիտ, եթե երկրորդ փուլի մասին է խոսք լինում, ասենք առավելագույն 2 ուրեմն քվեներ հավաքած քաղաքապետի տեխնացուների, իմ ասածը մնում է ուժի մեջ, այսինքն մենք ձեռնպահ ենք քվեարկում։ Քաղաքապետ ընտրելու process-ը մենք տապալելու դիտավորություն չունենք։ Եթե կստացվի այնպես, որ ինչ որ միավորումներ, պաշտոնական կոալիցիա, ոչ պաշտոնական կոալիցիա, համակրանքներ, բաներ կձևավորվեն եւ կկամենան ընտրել ինչ որ մեկին, մենք ուրիշների օգտին չենք քվեարկելու։ Մեր դիրքորոշումը այս մասով կոշտ է։ Հանրապետություն կուսակցությունը ունի իր բացատրությունները Երևանում այդպես վարվելու համար, դա այդ կուսակցության ինքնիշխան իրավունքն է, Արամ Սարգսյանը բացատրել է, հանրությունը կարող է ընդունելի համարել, կարող է անընդունելի համարել։ Գյումրու դեպքում պայմանավորված ենք, որ դաշինքը նման դիրքորոշում չունի, չի ունենալու։ Ձեր նախընտրական ծրագրում խոսք է գնում ռուսական 102 ռազմաբազայի հետ կապված խնդիրների մասին, ինչ լուծումներ եք առաջադրում։ Ամենից առաջ ասեմ, որ ոմանք շտապեցին մանիպուլացնել առանց ծրագիրը տեսնելու, ասելով, թե գալիս են իշխանության, որ բազան ստեղից հանեն, այդ մարդիկ ծանոթ չեն տեղական ինքնակառավարման մասին օրենքին կամ նենգա փոխում են, որտեղ միջպետական պայմանագրերը ավականու որոշումներով չեն չեղարկվում եւ դա կարգավորվում է միջպետական պայմանագրով։ Մեր խնդիրները տեսած 2 խոշոր խնդիր են բազայի հետ կապված։ Մեկն այն է, որ բազան զբաղեցնում է Գյումրի քաղաքի հողերի զգալի մասը եւ Գյումրի քաղաքը այդ հողերը օգտագործելու հնարավորություն չունենալով հնարավոր կանձվելիք տեղական турքի եւ գույքահարկի որևէ փոխհատուցում չի ստացել եւ չի ստանում։
երբ երկու պետություններ իրար հետ պայմանավորվում են բազայի մասին եւ համայնքներից որևէ մեկի հաշվին այդ բազային հող են տրամադրում, պիտի մտածեին նաեւ համայնքին հասցված վնասի փոխհատուցման մասին, այսինքն այդ մնացած ուրեմն տարածքների ժողովուրդը հողի հարգև կույքահարկ է վճարում, շարժական կույքի կույքահարկ է վճարում նաեւ, իսկ մեր քաղաքում գործող, գնացող, եկող բազայի ավտոմեքենաները եւ օգտագործվող հողամասերի համար մենք կույքահարկ չենք ունեցել եւ չունենք եւ այսքան ժամանակ որևէ քաղաքային իշխանություն այս հարցի մասին ոչ մտածել է, ոչ էլ բարձրացրել է, ոչ էլ դիմել է պետական իշխանությանը, թե հարգելի պետական իշխանություն, լավ եք արել միջպետական պայմանագիր կնքել եք Հայաստանի անվտանգության ապահովման համար եւ այլն եւ այլն։ Խնդրում ենք բարի եղեք Գյումրի քաղաքին փոխհատուցել մեր կորսված եկամուտը, ինչը համարում ենք շատ արդար բան եւ սա տեխնիկական իմաստով լինելու է թիմում ուղերձ բանակցություն Հայաստանի պետական իշխանության հետ, կառավարության հետ, որպեսզի ճիշտ այնքան, որքան այդ տեսակ հողերի համար վճարում են մյուսները կույքահարկ, ավտոմոբիլային տրանսպորտի համար կույքահարկ, շինությունների համար կույքահարկ, այդքան պիտի փոխանցվի Գյումրի քաղաքին, առայժմ ճշգրիտ ասել չեմ կարող, որտեղ հակին մեծ ավտոմեքենաների թվերներ մենք չգիտենք էլի, հա, հարգելի պետական իշխանություն, բարի եղեք Գյումրի քաղաքի բյուջեն համալրեք, ուրեմն կորսված եկամտով 30 տարի մենք չենք ստացել այդ եկամուտները, կամ այդ հողերը օգտագործելու հնարավորություն ունենար քաղաքը կամ ունենա քաղաքը, լրացուցիչ եկամուտներ կունենա, կամ եղբայր տարեք մի 30 տարի էլ Երևանում տեղավորեք էլի այդ բազայի բաները, դուք մի ունեցեք եկամուտ, մենք ունենանք էլի այդ հողերից եկամուտ, մենք համոզված ենք, որ սա արդար մոտեցում է, երկրորդը ուրեմն բխում է այն խնդիրներից, բազայի հետ կապված երկրորդ խնդիրը, ինչը քաչ հայտնի է շատերին, զինծառայողների վարքի մի քանիսի էլի, հա, մի խումբ, վարքի հետևանքով ֆիզիկական անվտանգային ռիսկերի չեզոքացումն է, Գյումրի քաղաքը օրենսդրությամբ, սահմանադրությամբ զինված ուժեր, ինքնապաշտպանական ուժեր չունի եւ չի կարող ունենալ, ռազմական դրության ժամանակ ուրիշ է, գուցե թե կամավորական ճոկատներ բաներ, բայց ներողություն քաղաքացիների անվտանգության ապահովումը պետական իշխանության անելիքն է իր համապատասխան ուրեմն ճյուղերի, մարմինների միջոցով։ Մեր երկրորդ անելիքը բազայի հետ կապված պետական իշխանությանը բացատրել, պահանջել, որպեսզի չեզոքացնի ֆիզիկական անվտանգային ռիսկերը մեր քաղաքի բնակիչների նկատմամբ։ Ընկերաբար ասեմ, որ եթե սա չի ընկալվում, պիտի առաջարկեմ գալ այդ բազայի պարիսպների տակ տներ վարձել, այնտեղ ապրել էլի։ Կամ գնալ այդ տնագների մեջ մի քանի շաբաթ ապրել, որի պատը ծերով հրես, մադով հրես կծաղկվի, էլի։ Մեկը թռավ պարսպից Պերմյակովի պես ենթադրենք, էլի, հա, զենքով։ Բա կներեք, ով է տերը, ով է տիրություն անելու, ինչ անենք մենք։ Այս իմաստով, այո, ազնիվ խոսքին հավատալ, հույս ունենալ, որ այլևս չի կրկնվի, դա քաղաքականություն չէ, դա հեքիաթասացություն է եւ անհեթեթություն է, շատ կոնկրետ մեխանիզմներ, օրինակի համար 15 թվից առաջարկել ենք։ Ինչու կարելի է ճանապարհները օրը 24 ժամ հսկել տեսախցիկներով, արագաչափերով, մեկ կենտրոնում հսկել ինչ խախտումներ են տեղի ունենում եւ զորամասերից փախուստը, արտաքին դիտարկումը, մոնիտորինգը հնարավոր չպիտի լինի այդպես հսկել կամ զորամասից շարժը անցուդարձը զորքը ելնում գնում է ասենք հրաձգարան, հա, 10 ավտոմեքենա, 30 ավտոմեքենա, ինչու պիտի այդ մասին նախապես չտեղեկացվի Հայաստանի ուրեմն ռազմական ոստիկանությանը, ասենք թե, որը պիտի ուղեկցի, տանի, բերի, հա, որպեսզի այդ ամբողջը չունենա մերոնց համար, ժողովրդի համար այնպիսի ռիսկ, ինչպիսիք եղել են նախկինում սպանությունների դեպքեր եւ այլն եւ այլն։ Այնպես որ այս երկու հիմնական անելիքն է բազայի հետ կապված։ Այն որ հրավիրել, խոսել անուշ բարի հրամանատարի հետ լավ ենք, չէ՞ մենք մեր 200-ամյա բարեկամությունը բերեք լավ լինենք, մի քիչ տեր եղեք, ձերոնք չթռնեն պարսպից, բան։ Սովետի բանակի շարունակությունն է, ես գիտեմ ինչ իրավիճակ է էլի ներսում։ Բարբերաբար մենք այդ զորամասերից դուրս եկող դեպքերից հասկանում ենք թե ինչ դրություն է, ասենք երկու հարբած զինծառայող ելնում են ավտոմատով զորամասից մարդկանց գնդակահարելով հասնում են շուկա 99 թվական, 2 հոգի զոհվում է, 15 հոգի վիրավորվում է ծանր թեթև եւ այլն։ Հիմա եղավ մտածեցին որ վերջ լավ դրանից հետո խոսեցինք, ասենք թե
հրամանատարության հետ այլևս չի լինելու նման։ Հետո նորից եղավ, ինչքան պետք է սա շարունակվի։ Քաղաքային իշխանությունն էլ չունի այդ լիազորությունը, գնա հրամանատարի հետ նստի կարգավորման խնդիրներ լուծի։ Զրուցել կարող է, զրուցել են միշտ, ժամ-ժամուկես այդ դեպքերից հետո զրուցել են, բայց նորից դեպքը կրկնվել է։ Հիմա մեր անելիքը այն է, որ պետական իշխանություն շարժվի տեղից, էլի, հերիք եղավ։